Հիմա կա օրակարգ, որ Հայաստանի դպրոցների կառավարումը պետք է վերցվի մարզպետարանների ձեռքից եւ տրվի նախարարությանը։ Եվ այս տեսակի դեպքերը նաեւ ոնց որ առիթ են ստեղծում, որ ասվի, որ այո, տեսեք, հարգելի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան, դուք չեք կարողանում դպրոցները լավ կառավարել, ուսուցիչներին հալածում են, երեխաներին թմրանյութերի ցանցն են գցում, եւ դրա համար ճիշտ կլինի, որ մարզպետարանները չղեկավարեն, այլ ղեկավարի նախարարությունը։ Նաեւ այսպիսի խնդիրներ էլ կան։ Դե հա, պետք է հետո տեսնել դպրոցի կյանքում ինչ է փոխվում դրանից։ Տեսեք, այստեղ խնդիրը ինչի մեջ է, ընդհանրապես դպրոցները մեծ մասը եւի շատ ուզում են, որ իրենց ղեկավարի նախարարությունը, ինչու, որտեղ նախարարությունը հեռու է եւ իրենց համար, այսպես ասած, ավելի ինքնուրույնությունը կմեծանա, բայց մյուս կողմից իհարկե մարզպետարանները, եթե այսպես պրոֆեսիոնալ ղեկավար են, անշուշտ իրենք շատ լավ տիրապետում են իրենց խնդիրներին, քան կենտրոնը, որտեղ Երևանը չի կարող 1400 դպրոց հեռավորության վրա կառավարել։ Բայց հիմա օրակարգը այդպիսին է, եւ նաեւ նախատեսվում է դպրոցների միավորում, փոքր դպրոցները միավորվելու են, եւ կարծում եմ, որ այս տեսակի առիթները օգտագործվում են նաեւ ցույց տալու, որ մեր ժողովուրդը շատ, այսպես ասած, անդաստիարակ է, կոպիտ է եւ համակարգը չի աշխատում եւ հետեւաբար պետքա նոր կառավարման համակարգ։